Սեղմ եք լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ֆարաջյան հիվանդանոցում հանել են ստեղից օպուխ մի կոպեկ չեմ մուծե։ Քարտեզ տվեք։ Էս ինչ բան եք անում դուք։ Ջանիդ մեռնեմ, գլխիդ մեռնեմ։ Քարտեզ վերց։ Քարտեզ։ Քոչարյանական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քիչ առաջ ամենահնարավոր ուղիղ կերպով հաստատեց ընտրություններից հետո ընդդիմությունը միավորվելու է, Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միավորվելու են։ Մյուս ընդդիմադիր ուժերը Ծառուկյանը, Թաթոյանը, այս մեկը, այն մեկը միավորվելու են։ Սրանցից յուրաքանչյուրին ուղված յուրաքանչյուր քվեա լինելու Ռոբերտ Քոչարյանին։ Մարդը ուղիղ ասեց, մի բան էլ ասեց, սկզբից ասում եմ, հետո չասեք, թե չեմ ասել։ Հնարավորինս ուղիղ։ Թող փորձեն մնացածները հերքեն սա, բայց սա անհերքելի է այլևս։ Սա արդեն հաստատված փաստ է։ Դիտեք տեսանյութը։ Որդին եք խափում, դեմից չեք ասում, որ միավորվելու եք եւ Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Դեմից ասում եմ միավորվելու է։ Քոչարյան, Սամվել Կարապետյան միավորվելու են։ Ընդդիմությունը, այսինքն ընդդիմությունը ոչ մի գաղտնի բան սցենարներ չի խաղարկում, շատ պարզ ելակետից ենք ելնում, ասում ենք հետեւյալը։ Այս պահին որևէ ուժ չունի մեծամասնություն եւ չի կարող միայնակ այս իրավիճակը փոխել։ Ակնհայտ է, որ ինչ որ պահի ուժերը պիտի համագործակցեն։ Գիտեցիք, դե հիմա խնդրում եմ հնարավորինս տարածեք այս տեսանյութը, որպեսզի սրա մասին իմանան բոլորը, որ հանկարծ ինչ որ մեկի համար անակնկալ կամ հարցական չլինի։ Մարդիկ իրենց բերանով ասում են իրենց պլանների մասին։ Տարածեք տեսանյութը։ Սամո ջան, այսօր քանի հոգու բանտի ծակը ուղարկեցիր, հեն? Կալուգած Սամո։ Այսօր Տաշիրում Սուրեն Պապիկյանը ԿՊ-ի լորոակտիվի հետ քարոզարշավ էր անում ու Կալուգած Սամոն մի 10-20 երիտասարդ էր ուղարկել, որոնք պետքա խոչընդոտեին նրանց քարոզարշավը։ Քարոզարշավը խոչընդոտելը քրեորեն պատժելի հանցանք է, Ժողովուրդ ջան, չի կարելի որևէ քաղաքական ուժի քարոզարշավը խոչընդոտել։ Գիտեք հարցը որն է, որ այդ խոչընդոտող 10-20 հոգու մեջ այս Կալուգածու ոչ տղերքը կային, ոչ Կալուգած Սամոյի աղբոր տղերքը կային։ Խի, որովհետև այդ մարդիկ առաջնորդ չեն։ Որտեվ նույնիսկ հանցանք կատարել, իսկ առաջնորդը պետք է առաջնորդի։ Դուք տեղել չեք առաջնորդում։ Ձեր ընտրը 10 հովշիկները առանց ձեր մասնակցության են փողբաժանում, բռնվում ու ընկնում բանտի ծակերը։ Դուք երբ որ մարդկանց ուղարկում եք, չգիտես ինչի դիմաց, էլի ենթադրաբար մի հին լավություն վրեքները ծախելով ուղարկում եք քարոզարշավ խոչընդոտելու, էլի դուք մեջը չեք, որ սենց ելնեք դուք առաջնորդ չեք, դուք թռած եք։ Դուք թռած եք ու թռած եք առաջինը ձեր աջակիցների ու ձեր թիմակիցների վրայից։ Այդպես թռած դուք մնալու եք ու տես տասնյակ ու հարյուրավոր մարդկանց ուղարկելու եք բանտի ծակերը։ Այդ մարդկանց ընտանիքներն դժբախտացնելու եք դրանով, որտեղ դուք թռածների հավաքածու եք եւ ոչ թե քաղաքական թիմ։ Թռածել կմնաք։ Ուրախությունը ունի կոնկրետ պատճառներ։ Այդ պատճառներից մեկը այն է, որ ժողովուրդը տեսնում է, որ մենք 2018-ին մեր տված խոստումը թալանվածը հատիկ առհատիկ վերադարձնելու հետևողականորեն իրականացնում ենք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հարկային մասով 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար է մուտք եղել պետական բյուջե, 6.6 միլիարդ, որ նախկինում հոսում էր Սերժի, Քոչարյանի, Գագոյի, Կալուգացի օլիգարխի եւ նրանց շրջապատի գրպանները։ Մենք կտրեցինք այդ հոսքերը նրանց գրպաններից եւ ուղղեցինք Հայաստանի Հանրապետությունը ծաղկեցնելուն եւ Հայաստանի Հանրապետությունը այո ծաղկում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այո ծաղկում է։ Ողջույն սիրելի Ստեփանավանցիներ, գալիս ենք ռումինական թաղամաս, պարոն Պապիկյանը մեքենան վարում է, մեր թիմակիցները գալիս են մեզ հետ եւ ես վստահ եմ, որ դուք մեզ սպասում եք եւ մենք կհանդիպենք շատ շուտով։ Առայժմ ձեզ սրտիկներ։ Մեր երեխա ժամանակ մի հատ խաղ կար, որը շատ հավեսով էինք խաղում, կոչվում էր 16։ Խաղի իմաստն էր, որ երկու հոգի խաղում են ու մեկը մյուսին ինչ հարց տա, նա պիտի պատասխանի 16, թե չի խաղը կպարտվի։
Հիմա այս խաղը տեղափոխվել է իրական կյանք։ Ցույց տամ։ Նայեք, ասում է, ինչ անել, եթե ուզում ես, որ սահմանում զինվորները ժեշտի բանկեքի փոխարեն պաշտպանված լինեն իրական ամրոցներով, երկաթ բետոնե։ Պատասխանը 16։ Ինչ անել, եթե ուզում ես, որ երեխեքը գոմ հիշեցնող ինչ-որ կիսակառույցներից շարունակեն տեղափոխվել դղյակ հիշեցնող ժամանակակից դպրոցներ։ Պատասխանը 16։ Ինչ անել, եթե ուզում ես, որ թոշակառուների թոշակը շարունակաբար բարձրանա։ Պատասխանը 16։ Ինչ անել, եթե ուզում ես, որ առողջապահության ապահովագրությունը ել ավելի շատ մարդու ներառի ու ել ավելի շատ մարդ բուժվի կառավարության հատկացրած միջոցներով։ 16։ Էնպես որ 20-26-ին քվեարկում ենք 16-ին։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի հանգստանա, քանի դեռ չի հեռացրել այս իշխանություններին։ Շատ հետաքրքիր է, որովհետև երբ որ Հայաստանը հանգիստ է, Քոչարյանը անհանգիստ է։ Երբ որ Քոչարյանը հանգիստ էր, Հայաստանն էր անհանգիստ։ Քոչարյանը հանգիստ էր իր իշխանության ժամանակ, եւ մարդկանց այդ ժամանակ գնդակահարելով սպանում էին փողոցներում, ունեզրկում էին, թալանում էին։ Հիմա երբ Հայաստանը հանգիստ է, կա խաղաղություն, տնտեսությունը զարգանում է, մարդկանց ապագայի նկատմամբ հույս է առաջանում, Քոչարյանը անհանգիստ է։ Շատ խորհրդանշական է։ Առաջարկում եմ Քոչարյանին շարունակել լինել անհանգիստ, քանի դեռ ինքը անհանգիստ է, Հայաստանը հանգիստ է։ Քիչ առաջ տեսա, որ Տաշիր Սամոյի թիմը տնտեսական հեքիաթներից անցել է արդեն պաշտպանական ոլորտի մասին հեքիաթներին ու կներեք մի տեսակ չդիմացա։ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորտան դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ փորձում է պատմել, թե ինչ կարևոր է զինվորների անհատական պաշտպանությունը, ինչ կարևոր ծրագրեր ունեն իրանք այդ ուղղությամբ։ Ժողովուրդ ջան, ձեռ եք առնում։ Ում եք ձեռ առնում։ Ինձ եք ձեռ առնում, մեզ եք ձեռ առնում, ժողովրդին եք ձեռ առնում։ Ում եք ձեռ առնում։ Նարեկ ջան, քո հայրը տասնամյակից ավել երևի եղել է հանրապետական խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական կուսակցության падգամավոր, Սերժի իշխանության կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Հետ եղել է մի օր նստես, ասես, պապ ջան, լավ ես արել, ինձ ու 3 եղբորս բանակից ազատել եք, ասենք, ինչ որ տարօրինակ տեղեկանքներով բանում։ Լավ եք արել, ազատել եք։ Բախի են մեր զինվորների պաշտպանության հիմնական միջոցները կանսերվի բանկեքը հիմա սահմանում։ Հեչ այդ հարցը տվել ես։ Հեչ այդ հարցը տվել ես, խիա ձեր ընտանիքը առհասարակ նման պայմաններում պահել Հայաստանի զինվորներին, որտեղ պաշտպանության հիմնական միջոցը եղել է կանսերվի բանկեր։ Խիա 1930-ականների արտադրության KS-19-ներով զինված եղել մեր բանակը ձեր իշխանության ժամանակ։ Դե հիմա որ այս հսկայական ամրաշինական բունկերները տեսել եք այս նորագույն ռազմական տեխնիկան, որը գնում ենք ախորժակներդ բացվել է։ Լուրջ եք։